Բարև ձեզ հարազատներս, այսօր Քրիստոսի խաչելության օրն է, ու քանի որ դա իմ կյանքը լրիվ փոխել է, դրա մասին առանձին տեսահոլովակ չնայած նկարահանել եմ, բայց այսօր կուզեի կրկնեի, որովհետև իրոք շատ մեծ ազդեցություն է ունեցել իմ կյանքում այդ ինֆորմացիան հասկանալը, մտելը մեջս։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Միշտ եմ հավատացյալ եղել, միշտ ինչ ծնվել եմ, ես տատիկիս հետ արդեն ասել եմ, որ տեսել եմ, որ տատիկս գնում է աղոթելու, ես էլ եմ գնացել հետո 11 տարեկանում մոտավորապես տեսել եմ ընկերներս կտակարան են կարդում, իմացել եմ, որ Աստված գիրք ունի, ու սկսել եմ օրական 1 գլուխ նոր կտակարանն է այն ժամանակ կարդալ, նոր 32 տարեկանում մոտավորապես իմացել ինչ են Քրիստոսին խաչում, խաչել, ու դա լրիվ ուրիշ ձև կյանքս փոխել, զարմանալի է, մինչև 32 տարեկան չեմ իմացել ինչ են Քրիստոսին խաչում, հիմա երևի փոքր երեխաներին էլ հարցնես կպատասխանեն այդ հարցը, բայց սա շատ հետաքրքիր է, որ մարդը հասկանա, ես իհարկե կարդացել էի կտակարանում, որ Քրիստոսին խաչել են, ֆիլմեր էի դիտել, որ Քրիստոսին խաչում են, բայց ինչու են խաչում, իմ գլուխս այնպիսի գլուխ է, որ եթե ինքը պատասխան ունի, ուրեմն պատասխանը սա է, եթե պատասխան չունի, ուրեմն Աստված այդպես է ուզել, բայց դա շատ կարևոր է մարդ հասկանա, լրիվ ուրիշ ազատություն է ունենում, ուրեմն Աստծո օրենքով մեղքը մահվան է բերում, մեղքը բերում է մարդու մահվան, բայց այն սկզբնական շրջանում Աստված որ տեսավ մարդիկ շատ են մեղանչում, ջրհեղեղ արեց, սպանեց, ինքը մի քիչ ուշ արեց, ես ավելի շուտ կանեմ, բայց դուրը չեկավ դա, դուրը չեկավ, ասեց էլ ես ինձ բան չեմ անելու, հետո Մովսեսին ընտրեց ու իրեն օրենքներ տվեց, ասեց ես դեբիլ ժողովուրդ, ասա որ սենց բաներ չի կարելի անել, կամ եթե լավ մեղանչում եք, գնացեք մի հատ կենդանի մորթեք, որ այդ կենդանու արունը թափվի, դուք չսատկեք, դուք չմահանաք, ու մարդիկ դուրներ եկավ այդ օրենքները, սկսեցին մեղանչել, գառ մորթել, գառան արյունը թափվի այդ մեղքի համար մեղանչում էին, ոչխար մորթում մեղանչում, ոչխար մորթում Աստված էլի դուրը չեկավ դա, ու Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն ուղարկեց, որ խաչեն, Քրիստոսի արյունը թափվի, ու ով հավատում է դրան, իր մեղքերը թափվի, ու լրիվ ես այդ որ լսեցի 32 տարեկանում, ոնց որ նոր կյանքի, իրոք ոնց որ առանց օդ ապրելուց լինեի, մինչև այդ ու հետո իմ մեղքերը իհարկե շատ դաժան են, շատ, 2 տատիկներիս դավաճանած, սովորական տատիկներ չեն եղել իմ անունով երդվելիս, ինձ համար ապրելիս ու երկուսին էլ ես կարողանում եմ, ես ոնց էի դրանով ապրում ու չէի սատկում, ես զարմանում եմ, բայց հետո տենց 32 տարեկանում մեկ էլ լսում եմ, որ Քրիստոսին դրա համար խաչել են, որ էր ինչ որ պիտի ինձ անեին, երեսիս թքեին, այդ փշեպսակը մխրճեին գլխիս մեջ, ծեծեին, ջարդեին, խաչեին, այ դա Քրիստոս արդեն ամեն ինչ արել է իմ փոխարեն, որ ես ինձ ազատ շնչեմ, ու իրոք շատ երկար ես ինձ ազատ շնչելով ապրել եմ, բայց հիմա եկել եմ Հայաստան, մի ուրիշ բեռ դրել ուսերիս, երկրի չգիտեմ, հիմա դա եմ փորձում Քրիստոսին փոխանցել, ճիշտ չեմ հասկանում ինչը կարամ անեմ ես երկրում, ինչը չեմ կարողանում անել, որ ես դա հասկանամ, այդպես մի հատ աղոթք կա չէ, որ ասում են իմաստություն տուր իմանամ ինչ կարող եմ փոխել, ինչը պետք է կարամ փոխեմ, ինչի չեմ կարա գոնե հարմարվեմ դրա հետ, հասկանամ, որ դա ես չեմ կարողանալու փոխել, հուսամ ձեր մեղքերի բեռն էլ թոթափվել, երբ որ հասկացել եք, որ Քրիստոսին ինչի են խաչել, լրիվ ուրիշ բան է, մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։